Այսինքն, եթե մի անգամ մենք փորձենք մեր ձայնի տոնայնությունը բարձրացնել, կունենանք վարքագծային փոփոխություն։ Պետք է շատ համբերատար, շատ հոգատար վերաբերմունք դրսևորենք այս հիվանդների հետ։ Նրանց հետ պետք է խոսել կարճ նախադասություններով, ու շատ կարևոր է, որ ընտանիքը ու խնամողը իմանան հիվանդության մասին որոշակի գիտելիքներ, հետագա իրենց խնամքը ավելի հեշտ կազմակերպելու հարցում։ Շատ հաճախ գիտենք, որ հիվանդները բողոքում են, որ հարազատներն իրենց լավ չեն կերակրում, բավարար չափով հոգատար չեն, իրենք սոված են մնում, ինչու այդպես։ Շատ լավ հարցեր, Օֆելիա ջան, շատ կարևոր հարցեր։ Նախ ես կուզեի մի փոքր անդրադառնամ Ալցգեյմերի հիվանդությանը, դեմենցիայի մի տեսակ է։ Դեմենցիան նշանակում է, որ անձը խնդիր ունի մտածելու ունակությունների հետ կապված իր առօրյան կազմակերպելու գործընթացի հետ կապված, ունենում է մոռացկոտություն եւ շատ դեպքերում հիվանդները բողոքում են, որ իրենք չեն կերակրվել, ճիշտ չի կազմակերպվել իրանց սննդի ռեժիմը։ Եթե տանը կա Ալցգեյմերով հիվանդ, շատ կարևոր է, որ հստակ ժամային գրաֆիկ կազմակերպել հիվանդի համար եւ պետք է հիվանդին կերակրել ժամանակից ոչ շուտ եւ ժամանակից ոչ ուշ։ Այսինքն հիվանդը նայելով ժամացույցին պետք է հստակ իմանա, որ ժամը 8:30 իր զավթրիկի ժամն է, 1-ին նորից ճաշի ժամ է, 5-ին ճաշի ժամ է, 11-ին կոֆեի ժամ է, կոֆեի ընդմիջման։ Եթե դու իրեն կերակրես ժամանակից մի փոքր առաջ կամ հետ, ինքը պետքա ժամին նայելով նորից քեզանից կերակուր պահանջի։ Պետք չի ամանները շտապել լվանալ, պետք է թողնել մի 15-ից 20 րոպե, որպեսզի երբ որ հիվանդը նորից ուտելիք պահանջի, իրեն ցույց տաս ափսեն եւ համոզես, որ արդեն ինքը կերել է իր չափաբաժինը, որովհետեւ ես հիվանդ եմ ունեցել, որը ուներ շաքարային դիաբետ, եւ եթե ես ժամանակահատված չմշակեի իր սննդի հարցում, ես չէի կարողանա վերահսկել շաքարի մակարդակը արյան մեջ։ Կա ինչ-որ հմտություն կամ առանձնահատկություն Ալցհեյմերով հիվանդ մարդու հագուստի ընտրության կամ օգնել հագցնելու առումով։ Ալցգեյմերով հիվանդները ունենում են չկողմնորոշվելու, երբեմն կարող են չկողմնորոշվել անգամ հագուստի ընտրության հարցում։ Բոլորդ նկատած կլինեք, որ այս հիվանդները կարող են ձմռան ցուրտ եղանակին հագնվել շատ թեթև եւ հակառակը տաք եղանակին հագնվել շատ հագուստ։ Դրա համար պետք է Ալցգեյմերով հիվանդների անկողնու մոտ աթոռի վրա շորերը դասավորել հերթականությունով, որ նրանք ավելի հեշտ հագնվեն։ Իսկ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող անձի համար ինչ զբաղմունք գտնել տնային պայմաններում, ինչպես անել, որ նրա առօրյան որոշակիորեն հագեցած լինի եւ չձանձրանա։ Օրինակ, ես իմ հիվանդի հետ աշխատել եմ նկարչությունով, ասեմ, որ դա շատ բարդ գործընթաց էր, երբ որ ես այդ գրենական պիտույքները առել էի, ինքը շատ սենց ծիծաղով, շատ սենց մի ուրիշ տեսակ էր նայում, բայց մի քանի րոպե որ թողեցի սեղանի վրա այդ պարագաները, վերադարձա տեսա, արդեն պապիկը բացել է այդ նկարչությունով զբաղված, ես վերցրել էի ներքիր ինքդ փոքրերի համար ամենահասարակ պատկերներից, բայց երբ որ արդեն դարձավ իր սիրելի զբաղմունքը, ես վերցրեցի ավելի բարդ աշխատանքներ, որտեղ պահանջվում էր, որ գտնել 1 թիվը, ներկել կարմիրով, 2 թիվը, ներկել դեղինով, ու ասեմ ձեզ, որ օրվա մեջ կարող էինք մի 3 տետր մենք նկարչությունով զբաղվել։ Պետք է կազմակերպել զբոսանքներ, եթե հիվանդեի վիճակի է, սեղանի խաղեր, խաչ բառեր, ընթերցանություն, երաժշտություն, պետք է իմանանք իր սիրելի երգերը, կինոնկարները, դա պետք է հիվանդի հետ մենք գրաֆիկ էինք կազմում ու կալենդարի վրա պարտադիր մենք նշումներ էինք անում, որ օրն է իր լողանալու օրը, որ ինքը կալենդարին նայում էր, լտար էր գրած կողքը, գիտեր, որ այդ օրը արդեն իր լողանալու օրն է,
կամ այսինչ օրը պետքա գնանք թոշակը ստանալու, էլի կալենդարի մեջ նշած էր ամսի 4-ին, որ մենք պետքա գնանք բանկ թոշակը ստանանք, տենց պետքա իր հետ աշխատել, բավականին դժվար է, բայց ասեմ ձեզ, երբ որ աշխատանքը տարվում է, իրոք արդյունքը ակնհայտ է։ Այս ընտանիքները մի քիչ զբաղվածություն ավելի շատ է, ամուսին, երեխաներ, աշխատանք, բայց երբ որ տանը կա խնամակալ, այս հիվանդների հետ աշխատանքը ավելի ճիշտ է կազմակերպվում, եթե հնարավորություն կա, որովհետև այն փոքր երեխաների նման պետք է իրանց հետ նստես, առավոտից իրիկու աշխատես։ Իսկ սափրվել, լողանալ այդ առումով ինչ առանձնահատկություններ կան։ Ասեմ ձեզ, որ ես խնդրել եմ իմ պապիկի տղաներին, որ են էլեկտրական պրիբորներից բերեն, ինքը սկզբից այդ ձայնից փախնում էր, տենց ինչ որ հետո հիշեց իր աշխատանքային տարիները, որ ինքը ոնց անընդհատ սափրվե գնաց, հետ էլ էր դարել իր օրվա մի ժամանակը, մի ժամը դրանով էր զբաղված, ինքը գիտեր, որ առավոտվա զավթրիկը արավ, պետք է արդեն զբաղվի իր սափրվելու գործընթացով, հետո կարևոր էր, որ իրանց հիշեցնես հին նկարներով, ահագին հիշողություններ էր առաջանում, ալբոմը հանում էի ու ահագին տենց պատմություններ էր պատմում ինքը, հիշացնում է իր ընտանիքի անդամների ծննդյան օրերը, քանի որ նրանք Մոսկվայում էին ապրում, որ պետք է այսինչ օրը զանգենք թոռնիկների ծնունդը շնորհավորենք, հարսների մարտի 8-ը շնորհավորենք, կամ հիշացնում էի, որ պետք է քրոջը համարը հավաքի ու զանգի հարցնի քրոջ ոնցությունը։ 30 տարի ավել բժշկության մեջ եմ, աշխատել եմ տարբեր հիվանդանոցներում, վիրահատարանում, վերակենդանացման բաժանմունքում, ինֆեկցիոն բաժանմունքում, բայց վերջի 17 տարին որոշեցի զբաղվել հիվանդների տնային խնամքով։ Ունեցել եմ բազմաթիվ տարբեր պրոֆիլի հիվանդներ, բայց ավելի շատ ինձ բաժին է ընկել խնամել Ալցգեյմերով հիվանդներին։ Մոտավորապես 8 հիվանդի խնամել եմ տարբեր հիվանդության փուլերում, խնամել եմ 4 ժամյա գրաֆիկով, 24 ժամյա գրաֆիկով, վերջին հիվանդին խնամել եմ 7 տարի 24 ժամյա գրաֆիկով։ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող անձի մոտ ինչպիսի դրսևորումներ են ի հայտ գալիս վարքային կամ կենցաղում, ինչպիսի փոփոխություններ, որ հարազատները պետք է ուշադրություն դարձնեն։ Բոլորս գիտենք, կա երիկամի հիվանդություն, սրտի հիվանդություն, Ալցգեյմերի հիվանդությունն էլ ուղեղի հիվանդություն է, որը որ հիվանդի ընտրությունը չէ, սա բոլորս պետք է գիտակցենք, պետք է լինենք այս հիվանդների հետ ավելի համբերատար, ավելի գրագետ ձևով մոտենալ, որովհետև մեր վերաբերմունքից երբեմն կախված է նրա վարքագծային փոփոխությունները,